նամակը արձերն փոխանցվեց։ Նամակը արձերն փոխանցել չստացվեց, չեմ պայմանավորում դիտավորությամբ, մեզ տեղեկացրեցին, որ բիզնես կենտրոնում դեսպանատան շենքը վերանորոգվում է եւ այստեղ այս պահի դրությամբ միայն դեսպանն է նստում եւ մնացած աշխատակիցները տեղում չեն։ Իսկ դեսպանը անձամբ ընդունել չէր կարող եւ խնդրեցին, որ վաղը մոտենանք դեսպանության այլ աշխատակիցներ կմոտենան, մեզ կլսեն եւ կվերցնեն նամակը։ Եվ նամակը կհանձնենք արձերն վաղը։ Խնդիր չենք տեսնում, որովհետև էլեկտրոնային փոստի միջոցով արդեն նամակը փոխանցվել է իրենց, արձերն եւս կփոխանցենք եւ մեր հրատապության խնդիր իրենց կներկայացնենք։ Ըստ ամփոփելով այսօրվա գործողությունները ինչ կարող եք արձանագրել եւ հետագա գործողությունները որոնք են լինելու։ Մենք ամփոփելով նախորդին մոտ 4 տասնյակ հրատապ նամակներ ենք ուղարկել տարբեր միջազգային կառույցների, Հայաստանում դեսպանատներին, տարբեր միջազգային լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնելով Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու հանգամանքը եւ հացադուլի հրատապ հանգամանքը։ Նարեկ Սամսոնյանն արդեն 6 օր գտնվում է հացադուլի մեջ, այն էլ պատժախցային ռեժիմում։ Եվ քրեական հետապնդումը վերաբերվում է խոսքի ազատությանը, քանի որ իրենք իրենց հեղինակային ոդքասթի ընթացքում Ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին ի պատասխան հնչեցրել են համարժեք պատասխաններ, իսկ Նարեկ Սամսոնյանի դեպքում ոչ համարժեք պատասխան հնչել է ընդամենը հետույք բառը։ Մենք համարում ենք, որ միջազգային կառույցները խնդիր ունեն այս առնչությամբ, իրենք տարիներ շարունակ ներդրումներ են կատարել Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում։ Դեսպանները այցելել են բանտախցերում կալանավորներին, ովքեր որ ենթադրաբար կարող էին քաղաքական դրդապատճառներով հետապնդվել։ Մենք այդ ամեն ինչին հետևել ենք, գիտենք։ Հիմա ակնկալում ենք, որ իրենք չեն լռելու, հրատապություն ենթադրող հարցի առնչությամբ բարձրաձայնելու են եւ անելու են հնարավոր ամեն ինչ, դիմելու են Հայաստանի իշխանություններին, որպեսզի այս ապօրինի հետապնդումը օր առաջ դադարեցվի։ Մենք գործ ունենք մարդու կյանքի եւ առողջության սպառնացող վտանգի հետ։ Նարեկ Սամսոնյանը անժամկետ է հացադուլը հայտարարել եւ իր պահանջը հստակ է անհապաղ դադարեցնել ապօրինի կալանքը եւ այդ հրատապությունը մենք բոլոր դեսպանատներին, որտեղ որ փոխանցեցինք նամակը, զրույցների ընթացքում փոխանցեցինք։ Հույս ունենք, որ հրատապ կերպով կարձագանքեն եւ այս ապօրինությունների շղթան Հայաստանում օր առաջ կավարտվի։ Մեզ նամակներ չհաջողվեց արձերն փոխանցել միայն Ֆրանսիայի դեսպանատանը, ովքեր ասացին, որ որևէ իրավասություն չունենք դուրս գալու եւ նամակը վերցնելու։ Մնացած բոլոր դեսպանատներում ընդառաջեցին, դուրս եկան համապատասխան աշխատակիցները եւ լսեցին մեզ ու վերցրեցին նամակները։ Կանադայի դեսպանատանը նամակը հանձնել չփոխանցվեց միայն տեխնիկական պատճառներով, դա էլ կիրականացնենք վաղը։ Շատ շնորհակալ եմ լրագրողներին լուսաբանման համար։ Խնդրում եմ Հայաստանում խոսքի ազատության այս խայտառակ ոտնձգության մասին խոսել, չլռել։ Խնդրում եմ նաև հացադուլի թեման պահել ուշադրության կենտրոնում, որովհետև Նարեկ Սամսոնյանի հացադուլը միայն իրեն չի վերաբերվում։ Վերաբերվում է Հայաստանում ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության պաշտպանությանը, քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելուն եւ առաջին հերթին այս խայտառակ ապօրինության դրվագով իրեն ապօրինի կալանքից ազատ արձակելուն։ Հույս ունենք, որ հրատապ կարգով այն հրատապության, որով որ մենք նամակները հանձնել ենք իրենց, նաև արձագանքներ կստանանք։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, Անտիպեկ եմ լրատվական կայքը այսօր նամակներ փոխանցեց Հայաստանում մի շատ կոտար երկրյա դեսպանատներին, այդ թվում Եվրոպայի խորհրդին, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, Մեծ Բրիտանիայի եւ